Այցի հետ կապված բողոքի ակցիա է կազմակերպվել գերիների ազատ արձակման պահանջով, արդյոք իրատեսական եք համարում եւ որքանով են այս ակցիաները տեղ հասնում։ Իրականում ես բողոքի չէի համարի, ես կհամարեի որպես ողջունող ակցիա եւ նաեւ հորդորի ակցիա, որովհետեւ մենք մեծ հաշվով խնդրանք ենք ուղղում Ամերիկայի փոխնախագահին օգտագործել այս միջնորդական հնարավորությունը, եթե խոսքում ենք խաղաղությունից, հնարավոր հարաբերությունների կարգավորումից, ապա դա համատեղելի չէ Բաքվում հայ գերիների առկայության հետ։ Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Միացյալ Նահանգները հանդես են գալիս ոչ միայն այստեղ որպես խաղաղության երաշխավոր միջնորդ, նաև քրիստոնյաների պաշտպան ամբողջ աշխարհի կտրվածքով եւ հայտնի են տարբեր դեպքերով, երբ շատ բարդ իրավիճակներում մարդկանց ազատ արձակմանն են նպաստել, մենք էլ այդ ամբողջ հնարավորությունը օգտագործելով փորձում ենք մեր ձայնը տեղ հասցնել։ Կարծում եմ ընդհանուր առմամբ հանրային դաշտը վերջին 10 օրվա մեջ շատ ակտիվ էր, տարբեր նամակներ են ուղղվել, կոչեր են ուղղվել, խնդրանքներ են ուղղվել, ու վստահ եմ դրանցից շատերը հասել են տեղ, այլ բան թե որքանով Միացյալ Նահանգները ցանկություն ու պատրաստակամություն կունենա, ես հուսով եմ, որ կունենա։ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը այդ մրցանակի են արժանանում, ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել, եթե մենք դերևս Բաքվում գերիներ ունենք։ Դա բարդ հարց է, դա իրեն պետք է ուղղեք եւ Իլհամ Ալիևին պետք է ուղղեք։ Ես համենայն դեպս որպես փորձագետ բարբերաբար տեղեկացնում եմ այդ բոլոր վտանգավոր ծրագրերից, որ Ադրբեջանը մշակում է, բայց կոնկրետ այսօր խնդիրը մեր գերիների ազատ արձակումն է եւ այդ հորդորով ենք այստեղ հավաքվել։ Շնորհակալ եմ։